Նախանշված ժամին հրթիռահրետանային ստորաբաժանումը մեկնարկում են համալիր պարապմունքները։ Զինծառայողները ամրապնդում են շանթ համազարգային կրակի ռեակտիվ համալիրների կիրառման փորձառությունը, ներդաշնակում են փոխգործակցությունը, կատարելագործում մասնագիտական հմտությունները։ Առնվազն շաբաթը մի անգամ դաշտային պարապմունքներ անցակացվում, երբ որ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրում, իսկ ճամբարային հավաքների ժամանակ զորավարժադաշտերում դաշտային պարապմունքներ անցակացվում ամեն օր։ Մարտական հրաձգությամբ պարապմունքները եւ զորավարժությունները անձնակազմի մոտ բարձրացնում են բարոյական հատկանիշները, անձնակազմին ուսուցանում են ճիշտ կողմնորոշվել եւ ներդաշնակ խնդիր կատարելու։ Շանթ համազարգային կրակի ռեակտիվ համալիրն առանձնանում է իր մեծ խոցմանազորությամբ։ Հանրապետության հրապարակում զորահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացված համազարգային կրակի ռեակտիվ համալիրները տևական ժամանակ է, ինչ համալրել են Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցը, տեխնիկական բնութագրերով եւ ընձեռացնողություններով չեն զիջում առաջատար տարբեր երկրների բանակներում կիրառվող նմանաբնույթ զինտեխնիկաներին։ Շանթ համազարգի կրակի ռեակտիվ համակարգը կարողանում է սեղմ ժամկետներում մարտական աշխատանքի բերվել, կարողանում է իրականացնել բոլոր աշխատանքները ավտոմատ, կիսաավտոմատ եւ մեխանիկական միջոցներով։ Եվ իր ավտոմատ կառավարման համակարգը եւ իր հեռահարությունը գոյություն ունեցած մեր ՀԿՌՀ համալիրների համեմատ ունի մեծ առավելություն։ 24 տարի բանակում եմ եւ հպարտ եմ, որ մեր բանակը համալրվում է նոր տեխնիկայով, ժամանակակից տեխնիկայով։ Շնորհիվ դրա մենք ավելի վստահ ենք կանգնում մեր հողի վրա եւ պատրաստ ենք պաշտպանելու մեր ինքնիշխան պետության սահմանները։ Բարբերաբար անցկացվող այս օրինակ պարապմունքների արդյունքը իրեն սպասեցնել չի տվել։ Զինծառայողները գերազանց են հանդես եկել զորավարժանում հրաձգությամբ անցկացված վարժանքներին, խոցել են առաջադրված բոլոր նշանակետերը։ Սպառազինության վրա հիմնականում ծառայում են մեր պայմանագրային զինծառայողները պաշտպան հայնած ծրագրով, որ այդ ծրագրի դերն ու նշանակությունն է շատ կարևոր եմ համարում։ Զինծառայողին մեկ անգամ ուսուցանում ես, մեկ ուսումնական փուլ, որը տևում է 4-ից 5 ամիս։ Եվ 4.5 տարի է զինծառայողը ծառայելով, տիրապետելով տեխնիկային, պատրաստելու խնդրի կատարմանը։ Զինտեխնիկան կիրառող պաշտպան հայրենյաց ծրագրի շահառուներից մեկն էլ Սարո Սարիբեկյանն է։ Գերազանց տիրապետում է թե համազարգային կրակի ռեակտիվ համալիրների կիրառման կարգին, թե տեխնիկական բնութագրերին։ Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետության բանակում եւ հպարտ եմ